Եթե ապօրինի կույք կա Հայաստանում, դա պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը, այդ հարցը չենք վիճարկում, ամենաշատը բոռացողներից մեկը ես եմ եղել այդ թեմայով, բայց այդտեղ ուրիշ հարց կա, էլի։ Սիսակ Գաբրելյանը, Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի падգամավորներ են 18 թվականից դեկտեմբերից հեղափոխությունից կես տարի հետո դարձել են падգամավորներ։ Ու հիշել են այս շենքն ու գույքը 25 թվականի հուլիսից միայն։ Ինչու է այդպես տեղի ունեցել։ Արդյոք դա տեղի կունենար, եթե օրինակ ժուրնալիստների միության նախագահը ունենար պրոիշխանական դիրքորոշում։ Ասենք լիներ պրոիշխանական լրատվամիջոցի ղեկավար։ Արդյոք պարոն Գաբրելյանը, պարոն Ալեն Սիմոնյանը այդպես կճատագովեին հնարավոր պայմանական ապօրինի գույքը Հայաստանին վերադարձնելու գործը, թե ոչ։